Անդրադարձ մարտի 1-ի գործին։ Հանրային քննարկման հրավիրումը պայմանավորված էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Պատգամավորական վերահսկողական գործառույթի շրջանակում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչները այցելել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր եւ Գյումրի։ «2008 թվական, մարտի 1։ Այս արյունալի դեպքերից թեև 17 տարի է անցել, սակայն հանրությունն այն կարծիքին է, որ մարտի 1-ի գործն ու մեղավորները դեռևս բացահայտված չեն։ Հարցի վերաբերյալ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի նախաձեռնած քննարկումը պայմանավորված է մարտի 1-ի 9 զոհերի հարցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ֆարմանյանը եւ այլ քնդեմ Հայաստանի գործով սեպտեմբերի 18-ին հրապարակված վճռով, որն իրավական ու քաղաքական հարթություններում նոր վերաիմաստավորման անհրաժեշտություն է առաջացրել։ Մինչ պատգամավորներն ու տարբեր քաղաքական ուժեր փորձում են գնահատել այդ վճռի ազդեցությունը մարտի 1-ի գործի հետագա ընթացքի վրա, հանրային դիսկուրսում կրկին առաջ են գալիս պատասխանատվության, դատաիրավական գործընթացների եւ պատմական ճշմարտության վերականգնման մասին հարցերը։ Մարտի 1-ի գործը նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկն է, որը հանդիսանում է անարդարության, քաղաքական ցինիզմի եւ ճշմարտությունը թաքցնելու ցանկության ամբողջական հանրագումար, անպատժելիության եւ բռնության վրա հիմնված մի ամբողջ ռեժիմի գոյության մանիֆեստ։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ մեր երկրում տեղի ունեցավ 10 քաղաքական մարդու սպանություն, օրվա իշխանությունը կանգնեց ընտրության առաջ, կամ ապահովելով օրենքի գերակայություն, կամ ծառայել նեղ քաղաքական շահերի։ Ցավոք, նախկին իշխանությունները ընտրեցին երկրորդը։ Ահա այս խոսքերով բացեց հանրային քննարկումն Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։ Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելն է, այլ արդարադատությունը վերականգնելը, հայտնեց Բաքոյանն ու մեջբերեց այդ գործով միեդի սեպտեմբերի 18-ին հրապարակված վճիռը։ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ պետությունը ի թիվս այլնի խախտել է կոնվենցիոն կարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը, ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչի մասով եւ փաստացիորեն պետությունն է պատասխանատու մի շարք զոհերի մահվան համար։ Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին հանգրվանը, այսպես ամփոփեց խոսքը Բաքոյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց Մարդու իրավունքների պաշտպանին։ Դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը այդ ժամանակահատվածում բավականին լուրջ հարցադրումներ է ներկայացրել պետական իշխանությանը հրապարակային եղանակով հենց 2008 թվականին եւ ուզում եմ նաեւ արձանագրել որպես այս պահին գործող Մարդու իրավունքների պաշտպան, որ իրավունքների հետ կապված նշված հարցադրումների պատասխաններն առկա չեն ու հենց այս իրավունքների խախտումների մասին հենց այդ ձևաչափով կարելի է բնականաբար խոսել նաեւ այս համատեքստում։ Ուզում եմ նաև խոսել քննության արդյունավետության մասին, որի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձյալ բազում հարցադրումներ է ներկայացրել թե նախկինում, թե այժմ, բայց նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արդեն այս առումով եւս ունի հստակ դիրքորոշումներ եւ այո, նաև քննության արդյունավետության հետ կապված առկա են բավականին խնդրահարույց իրավիճակներ։ Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործով դիմումատուները միեդ կանգատը ներկայացրել էին 14 տարի առաջ, Եվրոպական դատարանը 3 հոդվածի խախտում էր արձանագրել։ Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր մահերը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ սեպտեմբերի 18-ին վճիռը հրապարակվելուց հետո այն դեռևս ուժի մեջ չի մտել, գոյություն ունի եռամսյա ժամկետ եւ դեկտեմբերի 18-ին այն ուժի մեջ կմտնի։ Ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի, գործով եղել է 9 դիմումատու, վճարել 30,000 եվրոյին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 35,000 եվրոյի համարժեք դրամ որպես կրած ծախսերի հատուցում, ընդհանուր 305,000 եվրոյին համարժեք դրամ պետությունը պարտավոր է վճարել։
Գործին վերաբերող մանրամասներ ներկայացրեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Ըստ նրա, դեպքի առնչությամբ կազմվել են ծառայողական քննության կեղծ նյութեր։ Մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել ու նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողներին, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական եւ բարութային այլ գործողություններ, գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Դատարանը KS-23 տեսակի հատուկ միջոցից արձակված չերյոմուխի 7 գազային նռնակից սպանված 3 անձանց մասով արձանագրել է, որ հատուկ միջոցներն ակնհայտորեն պատշաճ չեն կիրառվել, հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու տեղակայումը։ Դատարանը պարզել է, որ նռնակները ամենայն հավանականությամբ արձակվել են ուղղակի հարթ անկյունով։ Պարզ չէ, թե արդյոք ոստիկանները, որոնց թվում եղել են երիտասարդներ եւ անփորձ զինծառայողներ, ունեցել են հստակ հրահանգներ, անցել են արդյոք համապատասխան պատրաստվածություն, թե ոչ, կամ նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվել է, թե ոչ։ Փորձաքննությունների համաձայն Գոր Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված չերյոմուխայի 7 գազային նռնակի բեկորների վրա արկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով հնարավոր չի եղել պարզել, թե կոնկրետ որ զենքի կրակոցից են մահացել նշված անձինք։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ եւ ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված եւ փորձաքննության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուշները, ինչպես նաեւ կազմել եւ քրեական գործին գծել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը։ Վարույթն իրականացնող մարմինը ներկայում եւս զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզել, թե մարտի 1-յան իրադարձություններից հետո Երևանի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի փամփուշտները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել։ Ժամանակի ընթացքում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինքնաձիգեր խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, հայտնեց զեկուցողը։ Մարտի 1-յան ցուցարարների դեմ բանակի դուրս բերում այդ իրադարձություններին դիպուկահարների մասնակցություն ու այսպես կոչված գաղտնի 0038 հրաման։ Այս թեմաներին էին վերաբերում հնչեցված հարցերը։ Բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից։ Դիպուկահարների մասով այո նախաքննությամբ ունենք նմանատիպ տվյալներ, ունենք տվյալներ նաև առանց տարբերանշանների համապատասխան համազգեստներով անձանց մասնակցություն։ Մարտի 1-ի գործի ողջ քննությունը ժամանակագրական քրոնիկոնն ու քննության վեկտորի փոփոխությունն արդեն ներկայացրեց գլխավոր դատախազը։ Նա հայտնեց, որ 2025 թվականի օգոստոսի 11-ին գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը որպես հետադարձ պահանջ համապարտության կարգով բռնականցելու պահանջի մասին։ Նույն օրը գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է նաև 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը։ Հիմքը մարտի 1-ի գործով տուժողների բողոքներն են եղել։ Սաշա Աֆյանի կազմակերպմամբ ոստիկանության մասին օրենքի 29 հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում մուտք են գործել հրապարակ։ Ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության, ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ։ Ցրել են նստածույց իրականացնող հարյուրավոր խաղաղցուցարարներին եւ հարկադրաբար դուրս են հանել հիշյալ հրապարակից։ Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով շրջափակել են Ազատության հրապարակը եւ թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ։
Սաշա Աֆյանին մեղսագրված է եղել արարք, որը որպես վատ վերաբերմունքի դրսևորում հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով, մանրամասնեց դատախազը։ Ներկաները հետաքրքրվեցին, ովքեր են եղել մարտի 1-ի հայտնի հրամանները տվողները ու որտեղ են այդ գործով հետախուզվողները։ Առաջիկայում արդեն կներկայացվի մեղադրանքը դատարանում եւ ձեր կողմից նշած այդ հարցերի պատասխանները բուն մեղադրանքի մեջ կա։ Եթե ուշադրություն դարձնեք, թե ովքեր են մեղադրյալները դատարանում գտնվող գործով եւ այստեղ նաեւ պարոն Բաբայանը նշեց 0038 հրամանի մասին, ապա ակնհայտ է, որ կիսատ չի։ Բուրգը դատարաններում տարբեր վարույթներում քննվող գործերով դառնալու է ակնհայտ։ Գևորգ Կոստանյանը եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծման եւ գործի քննություն ըստ էության խեղաթյուրելու դրվագներով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Շուրջ 6 ժամ տևած հանրային քննարկման ընթացքում ներկաները պատասխանատուներից պահանջում էին մեկ բան՝ պատժել մեղավորներին։ Ռոբերտ Քոչյանը ճիշտ հիշատակեցիք։ Փետրվարի 23-ին Մոսկվայից գալուց մի անգամից հավաքել էր ուժայիններին եւ հաթաթա երթվել, ուժայինները մի քիչ վախեցել էին։ Հաթաթան շատ ծանր նստեց մեր երկրի համար, դա ծնեց մարտի 1, որովհետեւ այդ հաթաթայից հետո պլանավորվեց կեղծիքների մի ամբողջ համակարգ, որը իրականացվեց այն ժամանակվա ազգային անվտանգության ծառայության կողմից, դա կոչվում էր գործակալների կողմից ստացված տեղեկություն, որը իրացրեցին ներքին գործերի նախարարության միջոցով։ Փաստավակ խմբի կողմից հավաքագրված փաստերը 17.5 տարի հետո տվեցին իրանց պատուղները։ Եվ այդ պատուղները տվեցին միեդի լեզվով, դա պետք է տային Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների իրավական որոշումների միջոցով։ Դա չի եղել։ Բացի եկեք միեդից շնորհակալ լինենք եւ գնանք առաջ։ Դա կլինի արդեն իրավական բացահայտումը։ Մարտի 1-ի գործընթացը չէր լինի երբևիցե, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Եթե մենք չբախվեինք իրավիճակի, երբ իրականում սահմանադրական կարգը որպես այդպեսին տապալվեց։ Չեմ կարող այստեղ օբյեկտիվ չլինեմ եւ չասեմ նաեւ, որ այդ օրն էլ որոշակի առումով հիասթափացեց նաեւ այն մարդկանցով այդտեղ հավաքվել էր, որովհետեւ այն անձում համար հավաքվել էին եւ այն անձում վստահել էին եւ այն անձը ում հետ կապում էին Հայաստանի սահմանադրահրավական զարգացման նորմալ ապագան ըստ էության հեռացավ։ Չեմ ուզում շատ քաղաքական մեկնաբանություններ տամ, ոչ ոքից չկարելի պահանջել, որ ինքը հերոս լինի, բայց ես այդուհանդերձ չհասկացա ինչպես կարելի էր այդ ամենը թողնել եւ հեռանալ։ Քննարկման մասնակիցները համոզված էին 2008-ին զենքերը կրակեցին ժողովրդի կամքը լռեցնելու համար։ Նոյեմբերի 17-ից 19-ը Ստամբուլում կայացավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանը։ Թուրքիա մեկնեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարևոր հարթակ է միջազգային համագործակցության ամրապնդման համար, որտեղ քննարկվում են ոչ միայն եվրոպական, այլև ավելի լայն աշխարհագրության խնդիրներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս աշնանային նստաշրջանը հարուստ էր հիմնականում խաղաղության եւ անվտանգության հարցերի քննարկումներով։ Նախ ներկայացվեցին զեկույցներն, ապա անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում եղած մարտահրավերներին, առանցքում էին նաեւ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերը։ Այս վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ էր, որ աշխատանքներն ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված հաստատված խաղաղությունից հետո եւ պիտի ասեմ, որ մթնոլորտը այս առողջությամբ բոլորովին այլ էր այս անգամ։ Անսովոր էր թե մեզ համար, թե մյուս երկրների պատգամավորների համար քննարկեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված խաղաղությանը, Վաշինգտոնի համաձայնություններին, կոմունիկացիոն պրոյեկտներին, խաղաղության խաչմերուկ նախագծին իհարկե եւ թրիփուղու վերաբերյալ աշխատանքներ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում ունեցան նաեւ կառույցում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները։ Սա եւս առաջին անգամ էր այս
վեհաժողովի պատմության մեջ։ Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների Ժնևում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկեցինք եւ ողջունեցինք ձեռք բերված խաղաղությունը, նաեւ քննարկեցինք երկու խորհրդարանների միջև հնարավոր համագործակցության միջև հարցեր, ինչպես երկկողմ ֆորմատներում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, եւ հույս հայտնեցինք, որ այն խնդիրները, որոնք շարունակում են մնալ խնդրահարույց, այդ թվում եւ հումանիտար խնդիրները, շուտով կհասցեագրվեն։ Հաշվի առնելով, որ վեհաժողովի աշխատանքներն անցկացվում էին Թուրքիայում, անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Խոսել եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորման գործընթացից եւ հույս հայտնել, որ այն քաղաքական խոսակցությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընթանում է, կվերափոխվի արդեն կոնկրետ գործողությունների եւ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը եւ դրական քայլեր կիրականացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Քննարկումների առանցքում էին նաև Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս համատեքստում վեհաժողովականները դրական գնահատականներ հնչեցրին մեր երկրի ժողովրդավարականացման, ինչպես նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Շեշտադրում եմ արել ժողովրդավար ընտրությունների կարևորության վրա, այն իմաստով, որ ժողովրդավարական ընտրություններն են հիմքը երկրների ժողովրդավարության պահպանման, խաղաղության հաստատման, քանի որ 2026 թվականի ամռանը Հայաստանում տեղի ունենալու հերթական ընտրությունները, ես հենց սրա վրա եմ շեշտադրում արել, հրավիրելով եւս մեկ անգամ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ուշադրությունը Հայաստանի վրա։ Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա փետրվարին Վիեննայում։ Հայաստան-Եվրամիություն խորացող համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության թիմի ղեկավար Իո Կերստին Շմիդի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։ Արման Եղոյանը կարևորել է Եվրամիության օժանդակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության դերակատարությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին։ Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հյուրերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդկվիստի հետ։ Քննարկվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում քննարկված եւ ընդունված, ինչպես նաեւ մշակման փուլում գտնվող եւ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնություններին, անցկացված աշխատանքային քննարկումներին, խորհրդարանական լսումներին։ Նշված աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որի հետ հանձնաժողովն ակտիվ եւ շարունակական աշխատանքներ է տանում։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին, փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցերի։ Հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանն ու Մարինա Ղազարյանը եւս կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն իրենց վերահսկողական գործառույթն իրականացման շրջանակում շարունակում են այցելել Հայաստանի տարբեր մարզեր։ Հերթական այցի համար ընտրվել էր Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզը։ Մայրաքաղաքից մինչև հայրաքաղաք միջպետական վերանորոգված ճանապարհի շնորհիվ երթևեկության տևողությունը նվազել է։ Նպատակը այն է մեր այցերի, որ գանք, ծանոթանանք կատարված աշխատանքներին, հայտնաբերենք, արձանագրենք խնդիրները եւ հետո հետեւողական կերպով այդ խնդիրների լուծմամբ զբաղվենք, շփվենք մեր քաղաքացիների հետ։ Պատգամավորների առաջին կանգառն Անի համայնքում էր։ Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի այս նորակառույց խաղահրապարակի տարածքը ընդամենը 3 ամիս առաջ անմխիթար վիճակում էր։
Մարալիկ քաղաքի Հաղթանակի եւ Ձերժինսկու փողոցներում եւ Ազատության հրապարակում իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Պատգամավորները շրջեցին շինհրապարակներում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Հաջորդ կանգառը Փանիկ բնակավայրն էր, իմանալով պատգամավորների այցի մասին, փանիկցիներն առիթը բաց չթողեցին ու ներկայացրեցին իրենց համայնքի ջրի խնդիրը։ Սաղամարը ջուր չկա, ջերդուգինել ջուր չկա, որ մարդիկ իրանց աղարոտները ջրեն, իրանց Ո՞նց է կանում։ Աղբերի ջրերով։ Դուրից բացի է։ Տան ջրեր ես, վերի մայլեն ես, վերևը։ Ժամը առավոտ Անինգ ջուրը քասնի, մինչև իրգվա 5-ը։ Ամառը вообще շատ պրոբլեմ է։ Մարդը դաշտից գուկա ժամի 5-ին 6-7-ին ջուր չկար, լողնա տրաշվի։ Ջրի հարցը կառավարության 26-31 թվի ռազմավարության մեջ ամենաառաջի կետը ջուրն է դրած։ Վարչապետը քսե չի կնա սարերի երկիր, ջուր ունեցող երկիրը մարդկանց տուն ջուր չհասնի, ոռոգման ջուր չունենա։ Փանիկի հացի թանգարանն է։ Այստեղ ներկայացված ցուցանմուշները 40-50 տարվա հնություն ունեն։ Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները եւ այն, ինչով թխվել է հացը։ Փանիկում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները ծանոթացան դպրոցի վերանորոգման ու մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին։ Իդեպ, Արթիկ համայնքում գործող մանկապարտեզները հունվարի 1-ից կլինեն անվճար։ Արթիկ համայնքը կարողանում էր այն այդպիսի բան թույլ տալ, որտեղ այս վերջի մի քանի տարիների ընթացքում 20 միլիարդից ավել շինարարություն է արվել Արթիկ համայնքում, ոնց որ իրանք այն անելիքները կամաց քչծրել են, այդ փողերը նախատեսել են մանկապարտեզների վարձը անվճար դարձնել, բայց ես միայն ուրախ կլինեմ, որ բոլոր համայնքներում մանկապարտեզները լինեն անվճար, բայց միևնույն ժամանակ չառաջացնի նոր ֆինանսական բեռ։ Նոր ուսումնական տարին ազատանցի 706 աշակերտի համար մեկնարկել է միջազգային չափորոշիչներով կառուցված միջնակարգ դպրոցում։ Լաբորատորիաներ, ընդարձակ դահլիճ, մեծ ու լուսավոր դասասենյակներ։ Օգտվում ենք գնդակներից, վոլեյբոլ ենք խաղում, բասկետբոլ։ Իսկ ուտեն շատ հավես կանցնի։ Բազենք ենք գնդակ խաղանք։ Աշխարհագրության դասարաններ ենք հավանել։ Քիմիայի Բոլորն էլ հավանում ենք։ Ճիշտ ասած շատ լավն է։ Շատ գոհ ենք ու համեմատած մեր հին դպրոցի պայմանները ավելի լավ են ու սովորելու ցանկությունը ավելի մեծացել է։ Բոլոր դասարաններն դուր կան ու սենյակները, լաբորատորիաները շատ հարմարացրած են ամեն պայմաններով։ Պատգամավորների հաջորդ կանգառը Վահրամաբերդ բնակավայրում էր։ Այստեղ նրանք եղան վերջերս բացված մանկապարտեզում, հետևեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Աշոտք համայնքում էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների այցը մեկնարկեց Աշոտքի պուրակից հանուն հայրենիքի ընկած քաջորդիների հուշատախտակի մոտ ծաղկեդրմամբ։ Այնուհետև նրանք շրջայց կատարեցին Աշոտսքում, զրուցեցին բնակիչների հետ։ Ինձ խնդրում եմ գրավոր ուղարկեք, ես գործընկերների հետ քննարկում կազմակերպեմ, հասկանանք ինչ կարանք անել։ Շատ բարի։ Պատգամավորները եղան նաև Արեքնադեմի միջնակարգ դպրոցում։ Ես հիմա ասրամ ասեմ։ Պատգամավորների այցը Շիրակի մարզ ավարտվեց Գյումրիում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ամփոփելով այցը նշեց. Պիտի ասեմ, որ շատ գոհ եմ այցից, բազմաթիվ կատարված ուրեմն աշխատանքներ տեսանք, առաջընթացներ տեսանք տարբեր ուղղություններով, միևնույն ժամանակ նաև արձանագրեցինք որոշակի խնդիրներ, որ դեռևս լուծման կարիք ունեն եւ բնականաբար գնալու ենք եւ զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն եւ կտրվեն համապատասխան լուծումներ։